Վերջին շրջանում հայաստանյան ԶԼՄ-ները հաճախակի են իրականացնում հարցումներ քաղաքացիների շրջանում։ Թվում է, սա հանրային կարծիքը ցույց տալու միջոց է, սակայն իրականում այն վերածվել է ատելության խոսքի տարածման գործիքի։ Փաստերի ստուգման հարթակը ուսումնասիրել է տասնյակ տեսանյութեր եւ պարզել, որ շատ դեպքերում հարցվողների պատասխաններում առկա է ատելության խոսք, վիրավորանք, ծաղր, անգամ բռնության կոչեր։ Բայց պատմությունն այստեղ չի ավարտվում։ Նույն այդ տեսանյութերի մեկնաբանություններում հարցվողները իրենց հերթին են դառնում ատելության խոսքի թիրախ։ Նրանց հասցեին գրվում են հարյուրավոր, երբեմն հազարավոր մեկնաբանություններ, որոնք պարունակում են ծաղր, վիրավորանք, հայհոյանքներ եւ անգամ սպառնալիքներ։ Թիրախում են հայտնվում անգամ լրատվամիջոցները եւ լրագրողները, որոնք իրականացրել են հարցումները, ինչպես նաեւ մարդիկ, որոնք հարցումներում ատելության խոսք չեն օգտագործել։ Այս մեկնաբանությունները լրատվամիջոցները չեն հեռացնում սոցիալական մեդիայի իրենց էջերից եւ դրանք անվերջ պահպանվում են թվային տիրույթում։ Այսպիսով, ատելության խոսքի պատկերը Հայաստանում մտահոգիչ է եւ այն չի խնայում ոչ ոքի։